Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղաքագետ Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանին։ Բարև ձեզ, պարոն Գասպարյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Գասպարյան, վերջերս դուք հայտնեցիք, որ մուտք եք գործում քաղաքականություն, հետևաբար մտադիր եք նաև 26 թվականի ընտրություններին մասնակցել։ Սա մեր հանրության մի մասի համար սպասված որոշում էր, ես դեռ պատերազմից հետո շատերից էի լսում, որ ձեզ ցանկանում են մարդիկ տեսնել քաղաքական process-ներում։ Ինչը ձեզ ստիպեց նման որոշում կայացնել եւ ինչու հենց հիմա, այլ ոչ թե օրինակ 21 թվականի ընտրությունների նախաշեմին։ Վերջերս շատ է տրվում այս հարցը, ես մեծ վերնագրով նշել եմ, որ առաջիկայում կլինի հարմար առիթը, պատեհառիթը փակագծեր բացելու եւ հստակ նշելու, թե ինչ ուղղությամբ պիտի գնացվի։ 4 պարամետր, 3 ֆունդամենտալ սկզբունք, որոնց շուրջել այդ կմախքի շուրջել ընթանում են բանակցություններ եւ գործընթաց։ Այն ուժերը, որոնք մաքուր ազգային են, պետականամետ են, ոչ իշխանամետ, դրանք տարբեր հասկացություններ են, պրոգրեսիվ են, առաջադեմ եւ տեխնոկրատ, եւ ունեն ֆունդամենտալ 3 կարևորագույն հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշում, այն է Հայաստանի անվտանգային հեռանկար, հայկական ինքնություն, այս տարածաշրջանում քաղաքակրթական բաղադրիչը ամենակարևորը, որի մեջ մտնում է նաև ինքնության եւ Արցախը եւ Սփյուռքը, այսինքն հայեցակարգային մոտեցումները պետք է մեզ համար ճանաչել լինեն եւ առաջընթացին միտված տեխնոլոգիական դարին համարժեք համընթաց քայլելու ինչ առաջարկներ ենք մենք ընդհանրապես դնում սեղանին, որպես հասկանանք, թե առաջիկա 20-25 տարվա ընթացքում մենք որպես Հայաստան, որպես պետություն, որպես հայություն այս տարածաշրջանում որտեղ ենք լինելու, ինչ ենք լինելու։ Սա բանակցությունների մասով ժամանակը կգա, բնականաբար շատ ավելի եւ դերակատարների եւ բանակցությունների ընթացքի մասին ավելի մանրամասն կխոսենք։ Այնպես չէ, որ մենք քաղաքականության մեջ չենք եղել, ամենայն դեպս ես ինքս որպես փորձագետ ավելի շատ։ Այո, այդպես հանդես գալով, այդուհանդերձ եւ բոլոր գործընթացներին, որոնք հիմնականում ծավալվել են 2020 թվականից հետո, մենք մեր մասնակցություն ենք ունեցել, ակտիվ մասնակցություն ենք ունեցել, բեմի վրա չենք եղել ինչ-ինչ պատճառներով, դրանք արդեն էական չեն, բայց որ ժողովրդի կողքին ենք եղել, ընդդիմացող հատվածների հետ ենք եղել, միասին ենք քայլել, միասին ենք գնացել ճանապարհ, փաստ է ակնհայտ, որոշում վաղուց էր հասունացել, ուղղակի եւ նպատակարարության եւ հաշվարկների եւ ռացիոնալ հաշվարկների մասին է խոսքը, որոնց արդյունքների մասին բազմից ես իմ վերլուծականներում ասել եմ։ Հիմա կարծում եմ խնդիրը այստեղ ընդհանրապես 26 թվականին նախատեսված կամ դրան հնարավոր նախընթաց ընտրությունները չէ, արտահերթ ընտրությունները։ Դա էլ չի բացառվում այս պահին։ Չի բացառվում, իհարկե չի բացառվում, որովհետև գործող վարչախումբը իր ձեռքի տակ ունի բոլոր լծակները, բոլոր հնարավորությունները մանիպուլացնելու, շարունակելու կեղծ իրականության տեղ մատուցել եւ վերընտրվելու իր մաշկը, քաղաքական մաշկը փրկելու համար պատրաստ է գնալ ցանկացած քայլի։ Եվ որի ականատեսը մենք եղել ենք, այսինքն եթե դու սահմանադրական դատարան ես տրորում, առհասարակ կամ սահմանադրություն ես տրորում, ընտրությունը ինչ է, որ չկեղծես կամ չշրջանցես այդ ամբողջը։ Մենք մարտունակության բարձր մակարդակի վրա պետք է լինենք, ընդ որում դա վերաբերում է ոչ միայն ներսին, այլև դրսին։ Եվ այդ իսկ պատճառով, եթե դեմոկրատական խաղի գլխավոր կանոնը ընտրությունն է, ընտրության միջոցով պետք է մենք ոչ թե պետք է մենք պիտի փոխենք, ես ներողություն եմ խնդրում, ոչ թե պետք է որպեսզի կենաց չհնչի, մենք պիտի փոխենք, պարտավոր ենք փոխել նվազագույնը մեկ կոմպոնենտ ապահովելով փողոցի ակտիվ ճնշմամբ։ Ես վաղուց եմ հայտարարել, որ այս իշխանության հետ չի կարելի գնալ երկու բանի, ընտրության եւ պատերազմի։ Երկու պարագայում էլ մենք պարտվում ենք եւ մենք քաղաքակրթական անփառունակ պարտություն ենք կրել եւ կրում։ Ոստի եւ ընտրության գնալ եւ միայն ապավինել ընտրական process-ին, որ սրանք իրենց դիրքերը կզիջեն ակնհայտորեն, հա։
Այսինքն ընտրությունը եւ փողոցը զուգահեռ եք պատկերացնում ավելի շատ։ Պարտադիր։ Փողոցի ճնշումը պիտի լինի, որպեսզի ինքը տեսնի։ Ինքը տեսել է, բազմիցս է տեսել, թե փողոցը ինչպես է իրեն վախեցնում ընդհանրապես։ Բայց այս երկու process-ները եթե զուգահեռ ընթանան, ես կարծում եմ, որ մենք ի վերջո կարողանանք այս 7.5-ամյա, արդեն 8-ամյա խարանի վերջը տալ եւ հասկանալ, թե ինչպես մեր ոտքի վրա պիտի կանգնենք եւ նոր սկսենք պետությունը ստեղծել, ոչ թե այն խեղկատակություն, ինչ որ նա անվանում է Հայաստանի 4-րդ հանրապետություն։ Ընդհանրապես մենք պիտի հասկանանք, որտեղ մենք նույնիսկ շոկի փուլը չենք թևակողել, Դավիթ։ Մեզ չեն թողել մենք շոկի մատնվենք, որպեսզի ընտրությունը པարզ չլինի մեզ համար։ Երբ մարդ շոկի է ենթարկվում, ինքը հասկանում է կամ աճ պիտի գնա, կամ ձախ մեզ հիմա անընդհատ օդի մեջ են թողնում, որպեսզի չգիտակցենք մեզ պատճառված կորստի, ցավի, մակարդակը, աստիճանը եւ չկարողանանք առաջ անցնել խելամիտ լուծումներ առաջարկելով։ Ինչու, որովհետեւ ցանկացած խելամիտ լուծում նարատիվով վերափոխվում է եւ դառնում է այսպես կոչված ռևանշիստական մղումներ։ Եթե դու ուզում ես քո պետությունը անվտանգ լինի, եթե ուզում ես քո տնտեսությունը ուժեղանա եւ կախված չլինես որևէ կենտրոնից, անկախ փաստից, անունը Ռուսաստան է, Թուրքիա, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ, թե Ֆրանսիա, այսինքն այդ կախյալ անվտանգության բանաձևին դու չես հետևում, իրենք քեզ չեն թողնում։ Դու պիտի անընդհատ զբաղված լինես ինչ-որ, չգիտեմ, առօրյա հարցերով, եւ սա համաշխարհային տրենդ է։ Բազմաթիվ երկրներում այս տեխնոլոգիան կիրառվում եւ կիրառվել Մերձավոր Արևելքից սկսած մինչև Բալկաններ, մինչև Բալտիկայի երկրներ, կամ Բալթյան երկրներ, եւ վերջին մի քանի տարվա ընթացքում բնականաբար Հայաստան։ Պարոն Գասպարյան, իսկ դուք ձեզ առավելապես ինչ պաշտոնում եք տեսնում, վարչապետի, արտաքին գործերի նախարարի, որևէ այլ պաշտոնում, թե դեռևս այս մասին չեք մտածել եւ հստակ նախապատվություն չունեք։ Գիտեք, պետական մտածողությունը մենյու չէ ճաշարանի։ Ես ինձ պատկերացնում եմ զինվոր։ Ես իմ ժողովրդի պետության զինվորն եմ։ Գրչով կլինի, զենքով կլինի, չգիտեմ որտեղ կլինի։ Ես զինվորն եմ։ Մենք ավելի մեծ աղետալի խնդիրների առաջ ենք։ Մենք պետականություն կորցնելու, ինքնություն կորցնելու լրջագույն վտանգի առաջ ենք։ Ես կհորդորեմ նաև քաղաքականության իրական process-ներին հայտ ներկայացրած բոլոր հայրենակիցներին ոչ թե իրենց ամբիցիաները չափավորել կամ մարդ կա իրեն պատկերացնում է թագավոր։ Ասում է ես Լուսինյանների տոհմից եմ կամ Ռոբինյաններից եմ, վերջինում նա պետք է ես թագավորը դառնամ այս ժողովրդի։ Ես իրեն պատկերացնում եմ չգիտեմ որտեղ։ Նախ համարում եմ այս խոսակցությունը շատ վաղ, առհասարակ եւ ոչ օրակարգային։ Ինչու որտեղ մեր օրակարգը Ջենես Սարմենյանի օրակարգը եւ անձամբ իմ օրակարգը երբեք չի եղել, չի տեղավորվել իշխանության այս կամ այն լոբիում միջանցքում ինչ որ տեղ զբաղեցնել կամ սանել։ Մենք աշխատում ենք նվիրված, մենք կատարում ենք ոչ միայն մեր գործը, կատարում ենք մեր գործից ավելին, մեր աշխատանքից ավելին, եւ մեր խնդիրը Հայաստանի մի ժամանակ այդպիսի ձևակերպում ենք տվել, հիմա ցավոք Արցախը չկա, Հայաստանի, Արցախի եւ Հաջորդի ազգային պետական շահերի պաշտպանությունն է եւ շահերի իրականացումը։ Հիմա այդտեղ ես կլինեմ շարքային զինվոր, թե կլինեմ գնդապետ, թե փոխգնդապետ, թե մայոր, թե գեներալ։ Ընդհանրապես դրա մասին խոսելու ոչ ժամանակն է, ոչ պատեհությունը, ոչ առիթը կա։ Ուսում անդրադառնանք Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումներին։ Գիտեք, Ադրբեջանի նախագահը օրերս հերթական անգամ հոխորտաց հավակնություններ ցուցաբերեց Սևանա լճի նկատմամբ, բայց Հայաստանի իշխանությունը բավականին զուսպ արձագանքեց սրան, ավելին իշխանության որոշ ներկայացուցիչներ էլ կարծես թե Ալիևի փաստաբանի դերը ստանձնեցին, փորձելով ինչ-ինչ կեղծ պատճառաբանություններով հիմնավորել նրա ասածը։ Ձեզ համար որքանով է adekvat վերջիններիս նմանատիպ արձագանքը, երբ օրինակ հայտարարում են, որ Ալիևի խոսքը իր երկրի ներքին լսարանին է ուղղված։
այս ամբողջ հարցադրման մեջ միակ բանալի բառը, որը կարծում եմ վարպետորեն կիրառեցիք, adekvat բառն է։ Մնացած ամեն ինչը հնություն է, թե Ալիևը, թե Նիկոլ Փաշինյանը, թե վարչախումբը, ամեն ինչ մենք սովոր ենք, թե իրենց չպատասխանելը։ Այո։ Adekvat բառը։ Մենք գործ ունենք Հայաստանում ոչ adekvat իշխանության հետ արդեն 7.5 տարի։ Ամենևին չեմ զարմանա եւ կզարմանամ, եթե մարդիկ կզարմանան, թե ինչու է այսպես լուր իշխանություն, իսկ ինչին պիտի պատասխանի։ Այօնակ դուք խոսում եք մի կառավարության մասին, որը սելեկցիոն սկզբունքով պատերազմում անհետ կորածներին դասակարգում է։ Սա նորմալ կառավարություն է։ Անհետ կորածը ինքը պիտի որոշի, ինչու, որովհետև այդտեղ ֆինանսական պարտավորությունների խնդիր կա։ Արդեն այդտեղ կոռուպցիոն ռիսկեր են տեսնում ես լրջագույն, թե ով պիտի մտնի այդ ցուցակի մեջ, ով չպետք է մտնի եւ այլ, եւ շարքը այսպես տասնյակներով, հարյուրներով։ Այս ամբողջի մեջ, գիտեք, սա ծխածածկույթ է։ Սա չէ էությունը։ Սա ընդհանրապես ադրբեջանական նարատիվ է, որին մենք սովոր ենք դեռ այն տարիներից, երբ Արցախյան 44-օրյա պատերազմը չկար, 400-օրյա պատերազմը չկար, այն որ արչը 7-2-ի 7-ն էլ տանձի մասին, սա այդ շարքից է, հա, Գյոքչայե կամ չգիտեմ, Եղեգնաձորը, այլ անվանում ես հիմա պարզապես չեմ ուզում տիրաժավորեմ այդ ամբողջը, եւ ինչ մեր ժողովուրդը նոր է իմանում, որ այդպիսի բան կա։ Ես հերո եմ մտքից, Դավիթ, որ իշխանությունը անգետ է, չգիտի այս ամենը, շատ լավ գիտեն, բայց որ ադրբեջանական քաղաքական եւ անվտանգային իլիկն են մանում, դա է խնդիրը։ Մեր խնդիրը այստեղ ներսում է։ Մեր խնդիրը Ադրբեջանի որպես պետության իր հետ չէ, որտեղ դա Հայաստանի գոյութենական խնդիր է, ես դա խնդիր չեմ համարում, դա համարում եմ մեծագույն ծրագիր մի քանի հարյուրամյա, որը իրենք փորձում են իրականացնել։ Ոստիև դա կա, ապրիորի կա։ Եվ ազնիվ թշնամի են չեն թաքցնում իրենց ծրագրերը։ Դավիթ ջան, ես իմ երրորդ մասնագիտության մեդիա դաշտում 27 տարվա աշխատանքային փորձ ունեմ եւ ամենայն անկեղծությամբ եմ ասում, մինչեւ 20 թվական ընդհանուր պատերազմի ժամանակ երբեք ու երբեք չեմ ապավինել, չեմ մեջ բերել որևէ ադրբեջանական կամ թուրքական լրատվամիջոցի վկայություն։ Բայց երբ տեսնում ես, որ իրենք ասում են ճիշտ ինֆորմացիան այնինչ տեղի ունենում, որը կարող է, որը դու կիրառելով կարող ես կանխարգելել կամ զգուշացնել կամ ներքին դաշտում ներսի լսարանի համար ինչ-որ վիճակ փոխես, նույնիսկ առանց հղում տալու, մենք ստիպված գնացինք այդքան, ինչու, որովհետև այդ պետությունը ռազմավարական խնդիր է դրել աշխատելով քաղաքական համբերության եւ նպատակասլացության վրա։ Մենք չունենք դա։ Այստեղ նավթը չէ խնդիրը, գիտեք, ադրբեջանական։ Ես ձեզ մի օրինակ բերեմ համեմատության առումով, որ լրիվ պատկերացնեք։ Մոհամմադ բին Սալմանը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, որը Սաուդյան Արաբիայի ոչ միայն տարածաշրջանային, այլ համաշխարհային խաղացող դառնալու ամենամեծ հավակնությունը ներկայացրեց մի քանի տարի առաջ, առաջարկելով 3 մեգա համաշխարհային ծրագիր հենց Սաուդյան Արաբիայում։ Արհեստական ձյան ստեղծումից սկսած մինչև աշխարհի ամենաերկար կամուրջը եւ ամենամեծ այսպես քաղաքը նորարար տեխնոլոգիաներով։ Խաղադրույքը դրել էին նավթի համաշխարհային գների վրա, այն ժամանակ 2019-20 թվական, որ միջին հաշվարկով բարելը միջինը տարեկան $100 համարժեք պետք է լինի։ Սաուդարաբական նավթը հատուկ շուկաներ է գնում, հա, ամբողջ աշխարհում մեկ չի բաժանում, միայն ամերիկյան է գնում։ Եվ ինչ հիմա $60 է։ Այսինքն մենք ունենք 40% արժեզրկում եւ հիմա այդ ծրագրերը ոչ թե հարցական տակ են, արդեն հոդս են ցնդել եւ դարձել են
վիդեո տեսանյութ ընդամենը տեսեք համաշխարհային ամբիցիաներ ունեն հիմա նույնը բերեք Ադրբեջանի դրեք խնդիրը այստեղ նավթը չէ խնդիրը ռազմավարական այն հայեցակարգային մոտեցումներն են եւ նպատակադրումները որ այդ էլիտաները դնում են իրենց արժեք մենք չենք խոսում ճիշտ սխալի մասին մենք երևույթն ենք քննարկում իրենք խնդիր են դրել ոչնչացնել հայկական ինքնությունը այս տարածաշրջանում ընդ որում այդ խնդիրը դրել են դեռ 1988 թվականի Սումգայիթից սկսած ավելի հետ չեմ գնում ես մինչև 1920-ականներ չեմ գնում մինչև այդ հայթաթարական կռիվներ չեմ գնում 1905 թվական 5-6 թվականները ավելի հետ չեմ գնում թուրքական ցեղերի այս տարածաշրջանում հայտնվելու ժամ վերջին 30-35 ամյակն եմ ասում որպեսզի պատկերացնենք թե մենք ինչ խնդրի առաջ ենք մեծ եւ ինչպես պետք է կարողանանք այդ ամբողջից դուրս գալ այստեղ հարցը էլի եմ ասում սա է անվանել Սևանը այլ անվանումով սրանք չեն պատասխանել բայց սրանք Հայաստան գոյություն ունի իշխանություն Հայաստանում գոյություն ունի խմբակ որը զավթել է իշխանությունը ժողովրդից որը հակասում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային պետական շահերին սա արդեն իսկ բավարար է սրանց դելեգիտիմացնելու հիմա գանք բուն խնդրի էությանը իսկ ինչ արձագանք են ես վերջերս լսեցի արտգործնախարարի եւ վարչապետի աթոռն զբաղեցնողից մի ծանծաղամիտ արդարացում թե իբր սոցիալ-հոգեբանական խնդիր կա կամ չի նպաստում խաղաղության գործընթացին անատամ այս հայտարարությունները մեծ հաշվով process վրա չեն ազդելու երկուսն էլ շատ լավ հասկանում են որ ժամանակ են ձգում մինչև տեսնեն աշխարհի մեծերը ինչպես են պայմանավորվում իրար հետ բայց Ադրբեջանը այս ընթացքում ձեռքերը ծալած չի նստում նվազագույնը սոցիալ-հոգեբանական առումով ամենամեծ բարոյահոգեբանական եւ դեմորալիզացիայի գործընթացն է սկսել տեմպով հայ ժողովրդի դեմ այսինքն դու պիտի այո ընդունես խաղաղությունը այնպես ինչպես ես եմ քեզ ասում խաղաղությունը թշնամին թելադրում իր օրակարգով խաղաղության օրակարգը հայկական ներսից չի գալիս հայկական ներսից ոչ թե Հայաստանի ներսից չէ որ այս անձնավորությունը մի քանի տարի առաջ կարծեմ ասել էր հայտարարել էր որ ես Սփյուռքի վարչապետը չեմ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարչապետն եմ այսինքն հստակ այդ ջրբաժանը դրվեց հա դուք վատն եք եկեք միայն այստեղ տուրիստ որպես փող ծախսեք գնացեք ու դուք պարտավորություն ունեք Հայաստան նկատմամբ բայց որևէ իրավունք չունեք Սային իրավունք չունեք այո այսինքն այդ ջրբաժանն էլի խնդիրը կոմպլեքս է համալիր է մի շերտը չպետք է դիտարկել մեկ մյուսի հետ այսպես կապված օղակներ են մեկ ընդհանուր շղթայի որտեղ հիմնական խնդիրը գալիս է հենց գլխից դու ինչ նարատիվ ես ձևավորում դու ինչ խոսույթ ես ձևավորում որպես պետության ղեկավարի դու խոսում ես մակում Հայաստանի պասպորտի մասին անձնագրի մասին Ադրբեջանի նախագահին ասում ես քարտեզը ցույց տուր որով ճանաչում ես ես կարող եմ ձեզ հիմա մի բան ցույց տալ եւ խնդրել ռեժիսորին տեսախցիկը մոտեցնել մի քարտեզ ցույց տա Վիեննայի արվեստի պատմության թանգարանը այս օրերին կազմակերպել է շքեղ մի ցուցադրություն որտեղ պատի վրա մեծ դրված է նաև 117 թվականին վերագրվող քարտեզ նայեք 200 տարի 2000 տարի հետ կարող եմ չէ ցույց տալ այ այն ես մի փոքր կմոտեցնեմ այսպես զում անեմ եթե մեր ռեժիսորը կկարողանա ցուցադրել ուրեմն 117 թվական կայսրությունների այսպես եւ փլուզման եւ աճի, հա, հռոմեական կայսրություն, որտեղ է ընդլայնվում, որտեղ է ընդարձակվում։ Տեսեք, Արտաշատ մայրաքաղաքով արշակունների ժամանակվա քարտեզ է։ Արմենիա մեծ գրված։ Այսինքն, երբ որ ավստրիացին, որը ընդամենը մի 700 տարվա պատմություն է, մեծ հաշվով որպես ազգ,
եթե ինքը ամբողջ աշխարհի առաջ ցույց է տալիս նման քարտեզներ, ոչ թե հատուկ որ տեսեք մենք պատասխանում ենք Չեմբերլենին կամ Նիկոլին, չէ, եթե սա մարդկության սեփականությունն է, ի վերջո, մարդկության պատմությունն է։ Եթե 117 թվականին դու նմանատիպ եւ նմանատիպ քարտեզներ ես Վատիկանում եմ տեսել, Հռոմում եմ տեսել, Դրեզդենում եմ տեսել, որտեղ ասել։ Մի ժամանակ Նիկոլ Փաշինյանը սիրում էր այս քարտեզներին հղում կատարել։ Ալիևի հետ 20 թվականի տխրահռչակ բանավեճում հենց առաջին դարի քարտեզներ հիշատակել, որ այո, Ադրբեջան չկար այնտեղ։ Հիմա սա այն նույն մարդն է, որը Վիլսոնի գերեզմաններ այցելել։ Վուդրո Վիլսոնի։ Սա այդ նույն մարդն է, որը Սևրի պայմանագրի ինչ-որ հղումներ էր անում եւ այլն։ Այսինքն մենք գործ ունենք քաղաքական մեծ խաբեության հետ, շատ մեծ, որտեղ տգետների, անգետների զանգվածին փաթաթվում է մի սուտ, մի նարատիվ, որի նպատակը ընդամենը մեկն է՝ սրանց վերարտադրությունը, որովհետեւ եթե սրանք չվերարտադրվեն, արդարադատության առաջ են կանգնելու։ Խնդիրը սա է, թե չէ Ալիևը սա ասաց, Մեջլիսի падգամավորը չգիտեմ, մեդիան էլ դնում տիրաժավորում է։ Ասում են օգոստոսի 8-ից հետո այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին քիչ են խոսում, ոչ թե չեն խոսում, այլ քիչ են խոսում։ Իսկ դուք տեսաք, թե ինչ սահուն ձևով լեզվամտածողության, քաղաքական լեզվամտածողության եւ խոսույթի մեջ իրենց անունով կոչելու փոխակերպում տրանսֆորմացիա տեղի ունեցավ։ Հետևողականորեն աշխատեցին այս ուղղությամբ։ Միայն Հայաստանում են ասում թրիփ։ Մեկ էլ պետքարտուղարության ճեպազրույցների ժամանակ, երբ ինչի որովհետև իրենք չեն ասել Զանգեզուրի միջանցքա, բայց ամբողջ ռուսական մեդիան, ես հետաքրքիր ասեմ, Պաշտոնյաների մակարդակով անգամ։ Այսինքն տիրաժավորվում է այդ ամբողջը եւ դրա համար իրենք շատ լուրջ աշխատանք են տանում, շատ լուրջ։ Մենք էլ ասում ենք թրիփ։ Լավ, դու որպես պետություն ասում ես թրիփ, քեզով է աջակցում այդ հարցում հայության ներսում։ Բացի իշխանությունը ոչ ոք չի աջակցում։ Սփյուռքը չի աջակցում քեզ, որ քո արտաքին քաղաքական խոսափողներ, քո լոբիստներ հիմնականում չի աջակցում քեզ, որովհետև չի հավատում այդ ամբողջին, որովհետև դա աբսուրդ է, ոչ շոշափելի, ընդհանրեն թղթի վրա գրված ինչ-որ սիրուն բառեր, խոսքեր, որի կենսագործումը, կենսական լինելը մենք դեռ շատ երկար այսպես պիտի ժամանակ անցնի։ Միայն խնդրում եմ չասեն, որ գիտեք, թրիփի հետևանքներից մեկը, արդյունքներից մեկը նաև ղազախական ծորենի Հայաստան գալն էր, Ռուսաստան, ուրեմն Ադրբեջան, Վրաստան, Հայաստան աբսուրդի մակարդակ է եւ սրանց փուչի քանի անգամ է երթուղին երկարացվում։ Մենք ուրեմն ոչ թե ծորը, մենք ալյուր ենք ստանում ավելի էժան Ռուսաստան, Վրաստան, Հայաստան ճանապարհով, հիմա սրանց գյուտը էլի, որ տեսեք մենք Ադրբեջան իբր ճանապարհների ապաշրջափակում եւ այլն, բա Թուրքիայի ճանապարհը ինչի չի բացվում։ Ինչի պարտադիր այդ թրիփը պիտի Մեղրիով անցնի։ Ինչու Ղազախ, Իջևան, Սևան, Երևան, Սադարակ, Մեղրի, Կովսական կամ Զանգելամ, Հորադիզ, Բաքու, Աստրախան, չգիտեմ այդ ճանապարհը չէ։ Ինչու՞։ Այսինքն մենք հեծանիվ հորինելու չենք։ Այս ամբողջը զուտ ներկայացնում եմ, ձեր հարցը հետաքրքիր էր, որ փակագծեր է բացում այդ առումով, որ դու դիվանագիտություն չունես։ Որ քո դիվանագիտության ամբողջ նպատակը եղել է հետպատերազմյան դե ֆակտո իրողության նույնիսկ ամրագրումը չի եղել։ Այսինքն պատերազմում պարտված իշխանությունը կամ պետությունը խնդիր պիտի ունենա իշխանությունը փոխելով բերել նորերի, որոնք կբարելավեն վատագույն պայմանները։ Նպատակը դա է։ Կաշկանդված չեն լինի ինչ-որ պայմանավորվածություններով։ Այո։ Հիմա դու դա չես արել, հասկացանք։ Դու ունես համապատասխան որոշումների ընդունման կենտրոններից ծրագրի իրականացման եւ ժամկետ, եւ ժամանակացույց, եւ հստակ օրակարգ։ Հիմա հա-թա տանում ես։ Հայկական բանակը, հայ եկեղեցին, ազգային հաստատությունները, արժեզրկել, սփյուռքը պառակտել, սա անել, դա անել, հասկացանք այդ ամբողջը։ Լավ, գոնե դիվանագիտությունը պիտի կարողանա ստոպ տալ ինչ որտեղ անընդհատ շարունակվող կորուստներին։
ես ոչ խոսում եմ քո ռազմավարական նոր դիրքերի զիջման մասին, ոչ Հայաստանի ինքնիշխան տարածքից մի քանի 100 կիլոմետր տարածք բանանելու, անունը դրել են մի քանի խեղվածների միջոցով էլ դուք հիմա ասեք, կողմ եք խաղաղությանը թե դեմ եք։ Պրիմիտիվ 6 տարեկանի երեխայի ունակություններին համապատասխան հարցադրում։ Իսկ կա գեթ 1 քաղաքականապես հասուն մարդ, որը դեմ լինի խաղաղությանը։ Այսինքն այս տրիվիալ հարցերի վերաբերյալ, որ ինքը տեսեք ամբողջ Ագիտպրոպի իշխանության, հանրային հեռուստաընկերությունից սկսած, որը դարձել ադրբեջանական խոսափող, այդ մեկ հարցի շուրջ են խաղում, ինչու որովհետև սնանկ են։ Այն թեզն են տարածում, որ եթե մի ուրիշը գա իշխանության, պատերազմ է լինելու։ Սա բացառապես իշխանությունում վերարտադրվելու սեփական անճարություն է, կոծկելու, թաքցնելու, էժանագին ստամոքսային ում կա հաճո ինչ որ մի նախադասություն դուք կողմ եք հիմա լավ բան է խաղաղությունը թե վատ է օգոստոսի 8-ին է կողմ թե նոյեմբերի 9-ին եւ հայ ժողովուրդը արժանի նման իշխանության փաստորեն մենք ուրեմն ամբողջ աշխարհով մեկ սփռված մեր հաջողություններով մեր խելացիներով մեր ունեցած նպաստով մարդկության եւ քաղաքակրթության զարգացմանը մենք արժանի ենք սրանց սրանք մեզ սրանց ցավոք սրտի Պարոն Գասպարյան, դուք ձեր խոսքում օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների մասին խոսեցիք Թրամփի ուղի կոչվածի, որով Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է անխոչնդոտ հաղորդակցություն ստանա Նախիջևանի հետ։ Իշխանության գալու կամ իշխանությանը մաս կազմելու պարագայում այս պայմանավորվածությունների մասով ինչ եք մտադիր անել։ Նախատեսում եք արդյոք վերաբանակցել սրանց շուրջ եւ ունենք ամենակարևոր այդ հնարավորությունը թե ոչ, թե օրինակ չեղարկել այս պայմանավորվածությունը։ Միայն ավանտյուրիստը քաղաքականապես համարձակ եւ ինքնավստահ միարժեք գնահատականներ կտա այդ փաստաթղթերը չեղյալ համարելու կամ գործածելու վերաբերյալ։ Տեսեք քաղաքականության մեջ եւ համենայն դեպս հայաստանյան իրողությունները ցույց են տալիս վերջին 7-8 տարվա ընթացքում, որ թափանցիկությունը հասցվել է նվազագույնի ինֆորմացիայի առումով։ Հիմա դուք գիտեք, ես գիտեմ, քիչ թե շատ, թե այդ Թրամփի ուղի կոչեցյալ կամ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունը ինչ էր պարունակում, ինչ շերտեր է պարունակում, որքանն է թույլատրելի հրապարակել, որն է մամուլի համար նախատեսված, որը նախատեսված չէ ընդհանրապես։ Ինչ բանավոր պայմանավորվածություններ կան, որոնց մասին մենք չգիտենք։ Այո, 2020 Կորիսկապանը հիշենք։ Ոչ միայն դա, 22 թվականի Պրահայի հոկտեմբերի 6-ի 7-ի պայմանավորվածությունները, որի արդյունք եղավ Արցախի հայաթափումը, այդ մասին ոչ էր խոսվում։ Ընդհանրապես մենք կրկեսային ինչ-որ համարների ականատես ենք լինում ազգային ժողովում, անվտանգության նշաձող իջեցնել, հոխորտալ, կոնսոլիդացիա եւ այլն, եւ վերջը մենք տեսանք որն է։ Հիմա ինչու եմ սա ասում, մենք չենք տիրապետում ինֆորմացիային ամբողջական Դավիթ ջան։ Դա իշխանությունն էլ չի տիրապետում։ Իշխանության մեջ նեղ օղակներ կան, որոնց հասանելի է։ Եվ քանի որ Հայաստանը սուբյեկտ չէ գործընթաց թելադրելու տեսանկյունից, մշակելու, թելադրելու, ուղղորդելու, վերահսկելու եւ արդյունքները կանխատեսելի դարձնելու սա ցիկլ է ամբողջությամբ, ուստի եւ Հայաստանին գալիս է դրսից այդ հրամանները։ Դուք սա պիտի անեք հիմա մշակված տեխնոլոգիաներով, ինչպես ժողովրդին թմրեցնել, ինչպես զբաղեցնել այլ թեմաներով, որպեսզի ուշքի չգա, շոկի չմատնի անդադ այս մեկը ստեղծել, հետո այս մեկը ստեղծել, եւ ժողովրդի ականջը լցնել, թմրեցնել ժողովրդին կիսաճշմարտություններով։ Սա փսիխոպատների քաղաքական ամենաուժեղ գործիքն է։ Քաղաքական հոգեբանության մեջ, եթե լավ ուսումնասիրեք, ինչ գործիքակազմ են կիրառում, ինչպես մոլորեցնել, ինչպես ձևացնել սուտ մեռուկ։ Նիկոլ Փաշինյանի նախընտրելի ոճն է կիսաճշմարտություններով խոսել։ Հիմա այդ կիսաճշմարտությունները որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնել, չէ, քիչ առաջ իրար հետ լսում էինք Ֆրանսիս Ֆուկույամայի հայտնի միջազգայնագետ, հայտնի դասախոս, հայտնի գիտնական, ներկայացում է որպես դիվանագետ։ Հիմա չիմացող ինչ պիտի ասի։
դիվանագիտի էլի, այս մարդը գիտի, բայց ես վստահ եմ, որ ինքն էլ չգիտի եւ պատմության ավարտը հայտնի աշխատություն է, որը մեզ քաղաքագետներից դեռ առաջին կուրս չանցած մեր սեղանին է եղել, ինքը ներկայացնում է որպես մեծագույն դիվանագիտական եւ այլ եւ այլ։ Վստահ ենք, որ չի կարդացել։ Իհարկե չի կարդացել։ Ինչու ցանկացած գիրք, որ ինքը ցույց է տալիս տեսեք, որ ես խելացի եմ եւ այլն, սա ընդհանրապես ընտրազանգվածին կերակրելու կիսաճշմարտություններ թելադրելու, ասելով, որ սա այսպես է, այդպես է։ Նույնպես ուսուցիչների աշխատավարձի բարձրացման խնդիրը։ Ուսուցիչներ կան, տեսեք, ասում եմ, 700,000 դրամից ավելի աշխատավարձ են ստանում, բայց պարզվում է ընդհանրապես Հայաստանում 2 ուսուցիչ կա։ Բայց ուսուցիչներ, եթե հարցնես, կասի դե եզակի եւ հոգնակի բանն է, չէ՞, մեկից ավելին հոգնակի է, ես ասել եմ ուսուցիչներ, կապ չունի 2 ուսուցիչ են, թե այսինքն այսպիսի մանիպուլատիվ ձևերով, երբ որ նույնը քաղաքական դաշտում էս ամեն ինչի հետ կապված բերում է իրականություն, ինքը հաղթում է քարոզչական մակարդակում։ Ով է տուժում է Հայաստանը։ Ինչու որտեղ Հայաստանը ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, հրաժարվել է այդ փաստաթղթից, բայց դեռ մենք նոյեմբերի 9-ը չի եկել, դեռ չգիտենք ինչ զարգացումներ կլինեն, նոր աշխարհակարգ է ձևավորվում, միջազգային իրավունքի շատ նորմեր անտեսվել են, շատ նորմեր, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը իր մշտական անդամներով որքան էլ բանաձևեր ընդունի, որքան էլ հրատապ հարցեր քննարկի, մենք տեսնում ենք, որ Գազայից սկսած մինչև Բալկաններ, Մերձավոր Արևելք, ամբողջ պատմության ընթացքում եւ Հարավային Կովկաս մեծ հաշվով որևէ ազդեցություն չի ունեցել, ընդհանրապես դեկլարատիվ հռչակագրային այսպես բնույթ են կրել, լավ, ինչ պիտի անես դու մնացիր այնպիսի վիճակում, որ ունես դաժան ժառանգություն, քո նախորդ իրավանախորդ իշխանությունը ստորագրել է մի բան, որի տակից պիտի փորձես դուրս գալ։ Հիմա տեսեք, սա էլ է խայծ, որ չպետք է կուլ տալ։ Ինչ կանեք։ Շատ բան։ Իսկ ես պարտավոր եմ ասել որևէ մեկին, մանավանդ հաշվի առնելով, որ ինձ լսում է նաև իմ հակառակորդը, իմ թշնամին, սա ինչ պրիմիտիվություն է։ Ես ասեմ իմ քայլերի հաջորդականությունը, ընդամենը շրջանակը կարող եմ ասել։ Ես վերականգնելու եմ Հայաստան սփյուռք ներուժը։ Հայաստանը որպես պետություն։ Դավիթ ջան, չունի այնքան ռեսուրս, որ կարողանա արտաքին դաշտում տեղեկատվական հետախուզական լուրջ աշխատանք կատարի։ Բայց Հայաստան սփյուռքի հետ տասնապատիկ ավելի ուժեղ է։ Նվազագույն այդ հարցում։ Ես լոբիստական աշխատանքի մասին չեմ խոսում, համակարգված օրակարգի շուրջ աշխատանքները ոչ թե ուղղորդելու, այլ նպաստելու, որպես այդ օրակարգը ձևավորվի եւ գործողությունները առաջ գնան։ Մեծ ներուժ ունի, մենք ունենք բազմաշնորհ բազմատաղանդ հայրենակիցներ, որոնք որոշումների ընդունման միջազգային տարբեր կենտրոններում իրենց դրանց պետք է կարողանաս գույքագրել, բացահայտել, խոսել, բանակցել։ Այս բոլորը հարցեր են, ես հիմա չեմ նստելու այդ բոլորը։ Ես չեմ ասում, որ որևէ իշխանություն սրանցից հետո գալու է կախարդական փայտիկով 7-րդ երազում անգամ իրեն թույլ տա ասել, որ Ամերիկա քշ այստեղից ներողություն ոչ եթերային բառից համար։ Չի լինում այդպիսի բան։ Բայց առնվազն վերաբանակցել հնարավոր է ինչ-որ բան ճիշտ աշխատանքի դեպքում։ Իհարկե, նվազագույնը վերաբանակցել, նվազագույնը քո դիրքերը ճշտես, քո սկզբունքները ճշտես, կարմիր գծեր, սրանք ունեն կարմիր գծեր։ Իրենք առաջին օրվանից են հայտարարել, որ չունեն։ Հաջորդ իշխանությունը պիտի ունենա կարմիր գծեր, որոնք առնչվում են պետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջությանը եւ հայկական ինքնության սպառնալիքների վերացմանը։ Եթե այս երեքի շուրջ դու չես ունենում, երկրորդ քայլը չես կարողանում անել։ Որն է երկրորդ քայլը? Աշխարհում դաշնակիցներ գտնելը, փնտրելը, գտնելը, դիվանագիտություն աշխատացնելը, բանակցելը, ներկայացնելը, խոսելը։ Սա է բանակցողի կամ դիվանագետի առաքելություն։ Իսկ ինչով են զբաղված քո դեսպանությունները, ներողություն։ Քաղաքական նշանակումով նշանակված դեսպաններ։ Իմ եւ ձեր հարկատուների հաշվին մենք որպես պետություն դեսպանություններ ենք պահում, չէ՞, որոնց ծախսերը ահռելի են։ Ինչ են անում այդ դեսպանությունները։ Գալիս են տարբեր ֆորումների են մասնակցում, մեծ ժողովրդավարության դասեր են տալիս ու հեռանում։ Եվ բիզնեսներ են անում։
Եվ տարբեր աղանդավորական կառույցների, կազմակերպությունների ղեկավարների, քաղաքական աղանդավորական եւ կրոնական դեսպանատներում դրսի անունները չտամ ուղակի հավաքներ են անում, չգիտեմ, հակառուսական ինչ-որ ակցիաներ են կազմակերպում, սա այն այն դա։ Խնդիրը այն է, որ դու որ օրակարգ չունես, որպես պետություն, որն է քո օրակարգ, խաղաղության օրակարգ, ինչ է ընդհանրում այդ խաղաղության օրակարգը։ Մի հատ ասեք էլ։ Որ օրինակ հայտարարում են ռազմական ճանապարհով մեր օկուպացված տարածքները չենք վերադարձնելու։ Դա խաղաղության օրակարգ չէ։ Ընդհանրապես խաղաղության մասին խոսողը իր գործածած նախադասության մեջ ռազմական բառը պիտի չօգտագործի։ Իսկ ինչ գիտես ինչ է լինելու 20 տարի հետո։ Ինչ գիտես ինչ է լինելու 6 ամիս հետո, եթե Ադրբեջանը ռազմական ագրեսիայով մտավ քո երկիր, դու ինչպես խաղաղության օրակարգից են կարճած, հա? Թրամփի WhatsApp-ի համարը ունի կզանգի Թրամփին։ Դե կիսաշրջազգեստ հակած չեն կարող դիվանագիտությամբ զբաղվել։ Սա դիվանագիտություն չէ, սա խեղկատակություն է եւ որևէ աղերս չունի Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային պետական շահերի հետ։ Խաղաղության օրակարգը առաջին հերթին սեփական ազգի նվազագույնը գոյութենական սպառնալիքները վերացնելու նեղված լինում։ Դու այսօր չունես որևէ համենայն դեպս այդպես է դիրքավորվել արի երևույթ, այդպես է եւ աշխարհ քեզ այդպես է ընկալում։ Այսինքն երբ որ մարդը այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզ է քարոզում, հետո միջազգային գերմանական մամուլը լուրջ հետազոտություններ է իրականացնում, հետաքննական ժուրնալիստիկայի ժանրում բացահայտում են նաև, որ այդ արևմտյան Ադրբեջանի թեզը ֆինանսավորում է անմիջապես Ալիևի ապարատի կողմից, դու այս ամենի զուգահեռ ասում ես, որ մենք երկու երկրների ղեկավարը հոգեբանական ամենամեծ խնդիրը դու ունես եւ ունեցել ես, կամ գուցե մեր ժողովուրդը ունի, որ դեռ հանդուրժում է քո նման մարդուն որպես ղեկավարի։ Եվ խնդիրը այստեղ ամենևին հայկական օկուպացված տարածքները ինչ որ ձևով ռազմականի մասին է խոսքը, վերադարձնելու չվերաբերվում։ Խնդիրը վերաբերում է ընդհանրապես Հայաստան պետությանը, ինքը զոհ է գնալու ադրբեջանական ագրեսիային, թե դիմադրելու է։ Դիմադրելը ՄԱԿ-ի կանոնադրությամբ քո որպես պետություն բնական իրավունքն է։ Հիմա դու եթե գոնե խոսույթի մակարդակով դա չես ասում, որ եթե դու հարցակվես ստանալու ես արժանի պատասխան կամ ուզում ես Kinder Surprise պահես, որպես տեսեք, ես սպիտակ ձիավոր եմ, սպիտակ ձիու վրա ասպետ եմ, եկա եւ ազատեցի ձեզ, դրա համար ինձ վերընտրեք, այդ խաղերը չեն անցնում էլ։ Անցել են այդ ժամանակները։ Մարդը սպառնում է, դու միջազգային հանրություն քեզ պիտի դու ինչ ես, ուրեմն դու փաստորեն համաձայն ես։ Կամ մեկ ուրիշ պաշտոնի, հա, խեղկատակության մակարդակ էլի, այնպես չէ, որ Սևանը հին ժամանակներում այդպես է կոչվում, սա ինչ խայտարակություն է։ Եվ այս մարդիկ հոխորտալից տոնով հայհոյախառը բառապաշարով ամբողջ սոցցանցերը ողողելով մեր ժողովրդին ուզում են համոզեն, որ Սևանի անունը Սևան չի եղել, լավ, Գեղամածով է եղել, հետո դրանից էությունը փոխվեց։ Դե Ալիևի փաստաբանի դերն են ստանձնել։ Բացառապես։ Մենք նաև տեսնում ենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը վերջին շրջանում նաև որոշակի ռևերանսներ են անում Հայաստանի իշխանությանը, օրինակ Ադրբեջանի մասով նշեցիք, վերացրել է դեպի Հայաստան բեռնափոխադրումների արգելքը, այս օրերին Ցորենի առաջին խմբականակներն են գալիս Հայաստան, Թուրքիայի մասով էլ հայտարարում են, որ առաջիկայում շոշափելի առաջընթաց կունենանք, երեկ էլ հայտնի падգամավորը նախկին Թուրքիայի մեջլիսի Գարո Փայլանը հայտարարեց, որ հունվարին ամենաուշը սահմանը կբացվի, այսպես երրորդ երկրների քաղաքացիների համար։ Ձեր դիտարկմամբ ինչ նպատակ է այս ամենը հետապնդում, արդյոք մինչև ընտրությունները մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացներում կարող ենք շոշափելի առաջընթացի ականատես լինել, ինչն էլ կնպաստի այս իշխանության վերարտադրմանը։ Այս իշխանության ամենամեծ բերած ողբերգությունը, ես ոչ պատերազմի բան մասին չեմ խոսում, ներքաղաքական ողբերգության մասին եմ խոսում, ինքը Ադրբեջանն եւ Թուրքիային դարձրեց Հայաստանի ներքին խաղացող, օրակարգ թելադրող։ Փաշինյանի քաղաքական ինդուլգենցիայի եւ քաղաքական դժոխքում հայտնվելու
խաղաթղթերը գտնում են Անկարայում եւ Բաքվում։ Ինքն է որոշում։ Դրա ականատեսում ենք եղան 21 թվականի փետրվար-մարտ ամիսներին նաեւ։ Երբ ցանկացած մտածողություն հանդիպում էր բացառապես Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ այս իշխանության դիմադրությանը։ Միայն այս երեք երկրները զինված ուժերի հայտարարությունը հեղաշրջման փորձ որակեցին։ Բացառապես եւ ես լավ հիշում եմ այն ժամանակ ասացի, որ ավելի լավ է մարդ մեռի, քան անփառունակ ապրի ստանալով, հա, հայի մասին է խոսքը։ Հայաստանի ղեկավար լինես, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցություն ունենաս այդ հարցում։ Հիմա նույնն էլ կատարվելու է։ Ես վստահ եմ, որ սրանց վերարտադրման համար Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն ջանք գործադրելու են, որովհետեւ սա խոստացել է, ինչ որ բաներ է խոստացել։ Չգիտենք ինչ է խոստացել, գուցե խաբել է, գուցե իրեն գժի տեղը դրել, ինչպես հայտարարում է։ Եվ այլն, բայց նույնիսկ եթե այդպիսի դերի մեջ ես մտնում, բայց հետո որպես ասես ես հերոսացա տեսակ, ասացի, չարեցի, եկա ես հերոս եմ, նույնիսկ եթե այդպիսի բան է անում, դու գործ ունես կայսերական ավանդույթներով մի պետության հետ, Թուրքիայի, որը քեզնից սպասում է նման սայթաքման։ Դու այդ խաղացողը չես, որ կարողանաս։ Դու Ռուսաստան չես, դու Միացյալ Նահանգներ չես, դու միջուկային տերություն, դու Ֆրանսիա չես։ Դու պատերազմում քո իսկ մեղավորությամբ եւ պատասխանատվությամբ պարտված պետություն ես, որին պարտադրվում է կապիտուլյացիա տարբեր շերտերով, տարբեր մակարդակներով, եւ դու պիտի ենթարկվես։ Հիմա եթե գնում ես այդպիսի բաներ ես անում, նշանակում է, որ ինչ-որ մի կենտրոնից ուղղորդվում ես։ Հիմա որպես ժեստ այսպես կոչված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման Թուրքիան կարող է դիցուկ, չգիտեմ, մարգարայի կողմից բացի երրորդ երկրների համար կամ, չգիտեմ, բեռնատար մեքենաների համար, թեև համաձայնություն չկա այդ հարցում, խոսքը երրորդ երկրներն է վերաբերվում, երրորդ երկրի քաղաքացիներին հիմնականում ադրբեջանցիներն է վերաբերվելու բնականաբար։ Եվ եթե դա կապում ենք բնականաբար թրիփի հետ, մենք հասկանում ենք, թե այդ ադրբեջանցիները պիտի գնան, քիչ առաջ նշում եք, անարգել, միակողմանի պիտի գան։ Ադրբեջանը կարող է կես-քայլ առավելությամբ ընդառաջել ընդամենը մեկ նպատակով, որ սա վերարտադրվի իշխանությունում եւ փոխի սահմանադրությունը, որի միջից անկախության հռչակագրին արված հղումը դուրս կգա։ Ստորագրի խաղաղության պայմանագիր կոչվածը։ Այդ խաղաղության պայմանագիրը այդ որպես թուղթ կարող են վերցնել եւ ցանկացած տեղ օգտագործել։ Դա չէ էական, այստեղ երկու խնդիր կա՝ հայոց ցեղասպանության հիշատակը եւ հայկական իրավատիրության հեռանկարը առհասարակ, մեկ սա պետք է ամորձատվի Հայաստանում։ Եվ երկրորդը Արցախի վերաբերյալ որևէ հղում կամ որևէ հույսի նշույլ, որ մեր ժողովուրդը երբևէ կարող է ունենալ, երազանք կարող է պահել, եթե ինքը չկարողացավ իր որդիները, հա, սրանք ինչ էին ասում, մենք պետք է մեր որդիներին չթողենք, չէ՞։ Այդ բեռը մենք հարյուրապատիկ ավելի ծանր բեռ թողեցինք մեր երեխաների ուսերին։ Ոչ թե լուծեցինք հակամարտությունը, մենք հակամարտության հն չկարգավորեցինք, մենք ավելի բարդացրինք եւ ստեղծեցինք մի վիճակ, որ, այսինքն, մեր ապիկար որպես պետություն քաղաքականությամբ մենք մտանք այնպիսի ռիսկային դաշտ եւ ենթարկվեցինք ճնշումներին, հարցի մյուս կողմը մենք ինչպես չկարողացանք մեր ռեսուրսները ճիշտ կազմակերպել, ճիշտ կառավարել, պետության համար նպատակ դնել ի վերջո, ինչ ես ուզում դու որպես պետություն, մենք այդ նպատակը չունեցանք եւ հիմա ունեցանք այս վիճակը, որը շատ հղի է վտանգներով։ Հիմա Ալիևը եւ Էրդողանը, եթե Էրդողանը մինչեւ այդ մնա, որովհետեւ այս խնդիրը միայն հարավկովկասյան համատեքստում չպետք է դիտարկել, մեծավոր արևելքում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, քրդական հարցի հետ է շատ բան կախված, Սիրիայի ֆեդերալիզացիայի հետ է շատ բան կախված, կախված, եւ
երկու պետությունների Ադրբեջանը ու Թուրքիա ղեկավարները այո կարող են կես քայլ ընթառաջ գնալ, որը սա փորձելու այստեղ կապիտալիզացնել եւ այդ թուղթը որպես այսպես խաղաղության բաղձալի թուղթ թափահարելով վերընտրվել։ Այո, գալու է այստեղ եւ ասելու է, որ տեսակ, ես այսքան զրկանքների միջով անցանք եւ այլն վերջում մենք ունեցանք թուղթ, որը ցանկացած պահի ես դες հավատացնում եմ համաշխարհային պատմությունը վկա Թուրքիան եւ Ադրբեջանը մեկ վայրկյանում կճղեն եւ կշպրտեն, եթե այդ թղթի տակ ոչ թե լինի համաշխարհային մեծ պետությունների իստորագրությունները, այլ դրանց հետևեն ռեալ ճիշտ գործողություններ անվտանգության, երաշերտ անվտանգության, մակարդակները պահելու եւ այդ այսպես կոչված խաղաղության գործընթացը առաջ տանելու համար։ Մի օր առիթ կլինի, ես ավելի մանրամասն իրեն ձեզ կներկայացնեմ, թե խաղաղության ընկալումները ինչպիսին են եղել աշխարհի տարբեր կոնֆլիկտային երկրներում եւ ինչի են հասել, բայց ձեզ մի բան ասեմ, 4 կոմպոնենտ պետք է լինի այդ խաղաղության համար։ Խաղաղությունը պետք է լինի հաշվի առնելով կայունությունը, խաղաղությունը պետք է լինի արդար, արդարությունից բխում է նաեւ համապարփակությունը, ինքներ չի ասում, պետք է հաշվի առնի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի երեք ժողովուրդների։ Դուսկի Հայաստանի ժողովրդի կարծիքը հաշվի չես առնում, դու բացառապես առաջնորդում ես Ադրբեջանի ժողովրդի կամ ադրբեջանական պետության շահերով եւ ամենակարևորը ինքը պիտի կիրառելի լինի Դավիթ, ինքը չի կարող թղթի վրա լինել, ինքը ոտքերը իրականությունից չպետք է կտրի, դու չես կարող խոսել ինչ-որ բաղձալի բաների մասին, դրանք կենացներ են, իրական հողի վրա խաղաղություն հաստատելը բարդագույն գործընթաց է, որը ենթադրում է առաջին հերթին ռազմավարական դիսբալանսի վերականգնում։ Դու չունես դա։ Մենք ռազմական բյուջեն ենք կրճատում, զինվորական ծառայության ժամկետն ենք պակասեցնում եւ այլն։ Հիմա այս բոլորի պայմաններում խոսել խաղաղության կամ սահմանապահները պիտի դու ես Շվեյցարիան, Ադրբեջանն էլ բանն է, հա, Ֆրանսիան է։ Կամ Ալզաս Լոթարինգիա ես ուզում անես, հա։ Ստրասբուրգը ստեղծես, սա էթնոքաղաքական կոնֆլիկտ է, որը դուք ավելի որքան էլ էքստերնալ խաղացողները, արտաքին խաղացողները ճնշեցին, նպաստեցին, որ այս վիճակը ստացվի, հիմա ստացվել է մի վիճակ, որից դուրս գալ իրենց համար է բարդ։ Ես դեռ չեմ խոսում Ադրբեջանին սպասվող դժոխային գեհենի մասին։ Ես դեռ չեմ խոսում այդ մասին։ Ինքը ստացավ մի բան, որ իրենը չէ, Արցախը, ինքը ստացավ հսկայական տեխնիկա, հսկայական արսենալ, զինանոցը համալրեց եւ շարունակում է համալրել, եւ ինքը պիտի վճարի այդ ամեն ինչի համար։ Իսրայելը հենց այնպես որևէ պետության չօգնի, թեև Արցախի նկատմամբ հրեական իսրայելական հավակնությունները ունեն ավելի քան 100 տարվա պատմություն, կոնկրետ Արցախի տարածքի հետ կապված եւ մինչեւ Լենքորան, հա, այդ տարածքը, դա էլ մեկ ուրիշ պատմություն է, բայց այդուհանդերձ Արցախի տարածքը որպես Իրանի հյուսիսային դարպաս Իսրայելի համար ռազմավարական նշանակություն է եւ այդ ամբողջը նաեւ տեղի ունեցավ այստեղ Հայաստան իշխանապողություն կատարելու եւ բերելու մարդկանց, որոնք այդ ամբողջ գործընթացը շատ հանգիստ, այսպես կազմակերպեն թափելով արյուն։ Ինչու՞ եթե արյուն չթափեիր, դու չէիր կարողանալու հիմնավորել արյան հետքը պատմության մեջ Դավիթ շատ ծանր է։ Հիշենք մի քանի 100 հեկտարի համար նախկին իշխանություններին ինչպիսի անարգանքի սյունին էին կամում։ Դա էլ էր տեխնոլոգիաների մեջ մտնում։ Դա էլ էր այդ ամբողջը։ Եվ մենք 44 օրյայի ժամանակ հենց Լելեթեփեի այսպես վերաազատագրման համար տեսանք որքան զոհ տվեցինք եւ տեսանք թե ինչպես հայկական պաշտպանական ուժերի ողնաշարը ինչպես ջարդվեց։ Շատ էլի գնահատմամբ հենց այդ օպերացիայից հետո։ Այո, դա է խնդիրը։
Եվ պարոն Գասպարյան, ուզում եմ նաև հակիրճ անդրադառնանք հակաեկեղեցական արշավին, այս իշխանությունների կողմից իրականացվող, որը նոր թափ է ստացել, Հովանավանքում կեղծ ծիսակատարություններ են իրականացվում, իշխանությունները սրանց ամենաբարձր մակարդակով եւ ուժայինների ուղեկցությամբ մասնակցում են, եւ ամենամտահոգիչը մենք այս պահեդրությամբ 3 սրբազան ունենք կալանքի տակ գտնվող։ Ձեր գնահատմամբ իշխանությունը ինչի է փորձում հասնել այս ճանապարհով եւ ամենակարևորը մեր հասարակությունը, քաղաքական ուժերը ինչպես պետք է այս ամեն ինչին հակազդեն։ Շատ կարճ պատասխան եմ, որովհետև կարծում եմ մենք մեզ նախատեսված ժամանակը գերազանցեցինք։ Փորձում է ճեղքում մտցնել հենց եկեղեցու ինստիտուցիոնալ կառուցվածքում։ Ուզում է եկեղեցին պառակտել, ազդելով հոգևորականների վրա, հոգևորականների այն շերտի, որը քիչ թե շատ ունի դժգոհություն, գուցե կառուցակարգերից, աշխատակարգերից, մեկին հովապետական առաքելությամբ չեն ուղարկել այստեղ եւ այլ մյուսին չգիտեմ ինչ, կան նաեւ ազնիվ հոգևորականներ, որոնց մոտ ինչ որ հարցեր են առաջանում, բայց հիմա դա չէ խնդիրը։ Չպետք է ինդուկտիվ դատել, մեկի դեպքը վերցնել, ասել, գիտեք, քանի որ այսօր ոչ։ Խնդիրը շատ ավելի մեծ է, խնդիրը եկեղեցին պառակտելն է, եւ պառակտելն է ոչ թե նոր։ Մենք 20-25 տարի այստեղ ինձ աղանդավորական շարժումները ձևավորել են, աճել են, մեծ ֆինանսներ են ներդրել եւ հիմա ժամանակն է եկել բոլորի այսպես կոչակը սեղմվել է, իրենց գործը պիտի կատարեն։ Երկրորդ խնդիրը ժողովրդի զավակների միջև թշնամանքն ու ատելությունը ավելի արմատավորելու։ Ես այդտեղ եմ տեսնում վտանգը։ Տեսեք, եկեղեցին ինքը կախտարի է այս ամբողջը։ Պավլիկյաններ, Թոնտրակյաններ ենք տեսել, ավելի լուրջ հարվածներ է հաղթահարել։ Այո։ Եկեղեցին ինքը ավանդական կառույց է, կոնսերվատիվ կառույց է, ինքը տիեզերական է, ի վերջո։ Եվ սրանց խելքի բանը չէ, դա։ Սա ավելի հրեշավոր ծրագիր է, ինչ որ կատարում, սրանք ուղղակի գործիքներ են, որոնք փորձելու են արագացնել այս process-ը։ Բայց ամենավտանգավորը ես տեսնում եմ հենց այդտեղ, որտեղ մեր ժողովրդի զավակների միջև խնդիրն նաև արդեն դառնալու է կրոնական, դավանաբանական։ Սա բերելու է Հայաստանի լիբանանականացման, սիրիականացման։ Ես այս մասին 7 տարի առաջ եմ խոսել, ճիշտ ասած, եւ ամեն անգամ չեմ վարանում կրկնել։ Քաղաքացիական բախումների մասին եք խոսում։ Տարվելու է դրան, եթե այսպես շարունակվի, եւ եթե մեր ժողովուրդը չասի ոչ։ Զուտ մի քիչ առաջ ես ամբողջի մեջ եմ, որ ասում էիք Ալիևը սա ասաց, Նիկոլոսը ասաց։ Ես այդ սկզբունքով չեմ առաջնորդվում, փոխարենը ինքս ինձ եմ հարցնում, իսկ մենք ինչ ենք ասում։ Ինքը շատ բան կարող է ասել, իսկ դու ինչ ես ասում։ Եթե մեր ժողովուրդը ողողի հայ եկեղեցու, առաքելական եկեղեցու, ընդհանրական եւ առաքելական սուրբ եկեղեցու, Նիկիո հավատողանգանակն է մեր, կրկնեմ ընդհանրական եւ առաքելական սուրբ եկեղեցի։ Ինչու, որովհետեւ սրա դեմ է կռիվը ամբողջ աշխարհում։ Ընդհանրական եկեղեցու դեմ է, առաքելական եկեղեցու դեմ է, սուրբ եկեղեցու դեմ է։ Բողոքականության մեջ 198-ից ավելի ուղղվածություն ունի։ Ամերիկայում հիմնականում, դա մի քանի տասնյակն էլ այստեղ Հայաստանում են գործում, տարբեր անվանումներով։ Սիոնիստական ուղղությունը շատ մեծ թափ է վերցրել։ Աշխարհում լուրջ տրանսֆորմացիաներ են տեղի ունենում։ Եվ հայ եկեղեցին ցուցակում է։ Հարվածի տակ է։ Դարապես առաքելական եկեղեցին են հարվածի տակ։ Այստեղից եզրակացություն, այնինչ այս անփառնակ իշխանությունը իրականացում է հայ եկեղեցու դեմ, պատերազմի քրիստոնեության դեմ։ Պատերազմի մասնիկ է։ Ես չի վերաբերվում դրան, թե դու որքան ես հավատում կամ քո եկեղեցականությունը, եկեղեցասիրությունը, թե ես չեմ կապում հավատքի հետ, դու հեթանոս ես, ագնոստիկ ես, չգիտեմ ինչ ես, ով ուզում ես սեղին։ Կռիվ է գնում հայ եկեղեցու որպես ազգային գլխավոր ինստիտուտի վերացման համար։ Հիմա մենք կամ այդ կռիվը պիտի դադարեցնենք։ Բանակիդ ողնաշարը ջարդեցին, եկեցին հաջորդը։
ազգային հաստատությունները սփյուռքդ պարակված ռեսուրս չունես, ամբողջությամբ կախված ես քո թշնամիների կմահաճույքից։ Տարածքի հարցը շատ հանգիստ կլուծեն։ Էլ մի քանի հազարով կսպանեն, վերջում կասեն Երևանի դարպասները պահելու համար պիտի գնայինք այդ քայլին։ Խնդիրը այստեղ հետևյալն է, բայց ես որքան էլ վերապահումներ փորձեմ ինքս ինձ ունենալ գործելավոճի հետ, մեր եկեղեցու այդուհանդերձ դրվատանքով պիտի խոսեմ, այն թեև մի քիչ կարծրացած, բայց պահպանողական եւ ինքնապահպանման ուժեղ բնազդով մեր եկեղեցու գործողությունների հանդեպ խայծը կուլ չի տալիս, շատ սառնասրտորեն փորձում է ցույց տալ, որ դու Չարենցի խոսքով ասեմ, ինչպես անհասար արատին նետված քար, շատ փոքր ես եկեղեցու վրա ձեռք բարձրացնելու եւ դու շատ փոքր ես այս կռվում, այս պատերազմում, մենք մեր հարցերը ուրիշ ձևով ենք լուծել։ Կարծում եմ ընդհանուր առմամբ սա է խնդիրը։ Մեր ժողովուրդն էլի պատիվիրեն չի միանում այս ամենին։ Իհարկե։ Մենք սակավաթիվ կեղծ պատարակները տեսնում ենք։ Այնինչ կեղծ է, դատապարտելի է եւ պատմության աղբար կղնեն ընկնելու, աղբանոցում են հայտնվելու իրենք եւ իրենց խելքին ընկածները, ես հստակ ասեմ։ Այստեղ հարցը Դավիթ ջան, էլի մեր ժողովուրդն է, որին դու դիմեցիր առանց քո դիմելու ինքը գնաց պատերազմի որդիներին նվիրեց հայրենիքին, միշտ ազգային գլխավոր հաստատությունը թե եկեղեցիդ, որին քարկոծելու եւ բղծելու համար ինքը դիմեց ժողովրդին ասաց ոչ։ Ես կարծում եմ այս պահի դրությամբ ամենամեծ հաջողությունը, չասեմ ձեռք բերումը, հաջողությունը նվազագույն այս առումով է։ Շնորհակալ եմ պարոն Գասպարյան հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղաքագետ Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանի հետ։ Կհանդիպենք։